Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն համացածում երեկվանից սենց անկանոն խոսությունների եմ ականատես եղնում, որ ոմանք իրենց անուն ազգանուններով եւ իրենց դեմքերով հազարավոր, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր քաղաքացիներին վիրավորում են իրենց Facebook-յան էջերում, TikTok-յան էջերում, այսինքն այն 100 հազարավոր քաղաքացիները, ովքեր իրենց սեփական պետության շահերն են սպասարկում, ովքեր իրենց սեփական ընտրության, վստահության եւ անվտանգության պաշտպանության գործում իրենց սուրբ պարտքն են կատարում, իրենց սեփական ընտրության կողքին են եւ աջակցում են իրենց սեփական ընտրությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունում հայտնվում են մարդիկ, ովքեր կարողանում են իրենց թույլ տան այդ մարդկանց այն ամենեն լկտի բառապաշարով պիտակավորեն եւ վիրավորեն։ Այսինքն իրենց ընտանիքի կենսագրությունը, իրենց ընտանիքի անդամների կենսագրությունը վերնագրեն 100 հազարավոր քաղաքացիների։ Անկախ քաղաքական հայացքներից սա անթույլատրելի է։ Ես ինքս լինելով քաղաքական ակտիվիստ, ես 8 տարվա ընթացքում ինձ թույլ չեմ տվել որևէ այլ ուժի ընտրած քաղաքացու պիտակավորել։ Դա ոչ քաղաքական օրենքների մեջ է տեղավորվում, ոչ կյանքի, դա ոչ մի օրենքների մեջ չի տեղավորվում, որ մի այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի քաղաքական հայացքների համար սրբապիղծ բառապաշարով վիրավորի մի այլ հայ մարդու, ում գաղափարները, ում քաղաքական հայացքները տարբերվում է իրենցից։ Բերանը ծուրտիկ Ռոբիկը, հայ մարդու արունը ծծած եւ հայ մարդու այրան կարոտ մնացած Ռոբիկը իմ անձնական թշնամին է։ Ես իրեն ատում եմ։ Բայց ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել Ռոբիկ Բերանը ծուրտիկ Ռոբիկ ընտրածին վիրավորեմ։ Ես անձամբ դա ինձ թույլ չեմ տվել, որովհետեւ դա անթույլատրելի է։ Ես ինձ թույլ չեմ տվել, որ այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ չեն սատարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ես իրենց լկտի բառապաշարով իմ Facebook-յան էջերում պիտակավորեմ, որովհետեւ դա ոչ միտեղ չի տեղավորվում։ Եվ հիմա իմ մոտ ֆիքսված են մի քանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր իրանց թույլ են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիներին, աջակցող քաղաքացիներին ամենավերջի լկտի լեքսիկոնով պիտակավորել եւ վիրավորել։ Ես ուղիղ այդ քաղաքացիներին ասում եմ. ամեն վարքյան սպասեք, որ քաղաքական ապտակը գալու է ձեր դռան դեմը։ Եվ դուք արժանանալու եք քաղաքական ապտակի։ Եթե Բերանը ծուրտիկ խոխեն, եթե Մոսկվա բնակ ալիգարխները ձեզ դուխ են տվել, պրախոդ են տվել, ձեզ տեր են կանգնել, որ դուք տես մտնեք տաղու կերպարի մեջ ու ձեզ փողոցային լկտի նման պահեք, մեկն է լինի Բերանը ծուրտիկ խոխին, Մոսկվա բնակ ալիգարխներին, այս գատա գյուդեքին դուխտա եւ տեր կանգնի։ Հիմա ես ձեզ ոնց ուզում եք այնձևել հասկացեք, ասում եմ ուղիղ իմաստով։ Ձեր բոլորի անուն ազգանունները, դեմքերը, հասցեները այլևս ֆիքսված են, որովհետեւ դուք հատել եք բոլոր կարմիր գծերը եւ երդվում եմ ամբողջ սրբություններով։ Ամեն վարքյան սպասեք, որ քաղաքական ապտակը ձեզ դիմավորելու է եւ հենց այս վարքյանից քաղաքական ապտակը գալիս է ձեր հետևից։ Չկասկածեք։ 8 տարվա մեջ լիքը մարդիկ, լիքը խոսքերի վրա կասկածել են, նրանք ովքեր կասկածել են, հեգնել են այս խոսքերի լրջությանը, իրենք մի ճարեսորս փոշմանել են։ Եվ այդ փոշմանությունը կրելու է շարունակական բնույթ։ Քաղաքակիրթ մակարդակով լրիվ ամենան ժողովրդավարության օրենքների մեջ, հեղափոխության կանոնների եւ օրենքների մեջ, արժեքների մեջ քաղաքական ապտակը գալիս է ձեր հետևից։ Անհամբեր սպասեք քաղաքական ապտակին, որովհետեւ դուք անցնում եք վարքյան առ վարքյան բոլոր կարմիր գծերը։
Եվ քաղաքակիրթ մակարդակով բոլոր այդ կարմիր գծերը արդեն իսկ հատածները չեն ներվելու, չեն խնայվելու։ Սա սրանց վերաբերյալ։ Իսկ ինչ մնացած ոռնոցներին, ինչպես ասել ենք, մենք վերահաստատում ենք։ Հայաստանի Հանրապետությունը գործող բոլոր ինստիտուտները պետք է սպասարկեն միան ու միան Հայաստանի Հանրապետության շահերը, հայ մարդու շահերը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր ինստիտուտները պետք է ծառայեն միան ու միան իշա հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այն ինստիտուտները, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, այն ինստիտուտներում ծավալած այդ ինստիտուտները ղեկավարողները, ովքեր կփորձեն այդ ինստիտուտները օգտագործեն իդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ մակարդակով չեն խնայվելու եւ չեն ներվելու։ Այո, Աստծո տունը հայ առաքելական սուրբ եկեղեցիները դրանք ինստիտուտներ են։ Իրենց կարևորագույն արժեքը ունեցող ինստիտուտներ են Հայաստանի Հանրապետությունում, Աստծո տունը։ Եվ Կտրիչ Ներսիսյանը կարևորագույն արժեք ունեցող ինստիտուտը, Աստծո տունը, հայ մարդու սեփականությունը օգտագործում է իդեմ Հայաստանի Հանրապետության։ Աստծո տունը վերեացել Հայաստանի Հանրապետության ամենակարևորագույն ինստիտուտներից մեկը Աստծո տները վերեացել փաստաբանական գրասենյակների։ Աստծո տները վերեացել օտարերկրյա դեսպանատան շենքերի։ Աստծո տունը վերեացել ինչքան էս պետությունում թայլանդի խուլիգան մարդասպաններ կա իրենց ազնական շահերը սպասարկելու որպես գործիք։ Եվ Կտրիչ Ներսիսյանը իր մատուցած ամենօրյա ծառայությունով դա հայ ժողովրդին ապացուցել է։ Դա հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ ժողովրդին դա ապացուցել է եւ տվել է բոլոր լեգիտիմ իրավունքները, որպեսզի մենք այսպես բարձրաձայն արտահայտենք։ Եվ Կտրիչ Ներսիսյանը քաղաքակիրթ մակարդակով չի ներվելու, չի խնայվելու։ Եվ ամեն մի վարքյան իր կապրիզնությունը Աստծո տան դեմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ ժողովրդի դեմ օգտագործվում է իր դեմ։ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է, որը քննադատման ենթակա չէ, որտեղ Կտրիչ Ներսիսյանը Աստծո տները Հայաստանի Հանրապետությունում ամենայն կարևորագույն ինստիտուտները աշխատացնում է իդեմ Հայաստանի Հանրապետության։ Հոգևոր կյանքը վտանգի տակ դրած ստահակ Կտրիչ Ներսիսյանի ամեն վարքյան կապրիզնությունը օգտագործում է իր դեմ։ Այսքանը բոլոր կարմիր գծեր հատողները հազարավոր, 100,000-ավոր քաղաքացիներին պիտակավորած արդեն իսկ վիրավորած ամենայն վերջին լեքսիկոնով բռնվեք, անհամբեր սպասեք։ Հայաստանից փախնելը ձեզ այլևս չի փրկելու։ Քաղաքակիրթ մակարդակով, քաղաքական ապտակը, դաստիարակչական քաղաքական ապտակը, քաղաքակիրթ մակարդակով գալիս է ձեր հետևից։ Ամեն վարքյան սպասեք։ Աստծո ամեն ինչ լավ է եւ